Շնորհակալ եմ շատ։ Պարոն Սարգսյան, հանցագործության բացահայտման վերաբերյալ ունեք որևէ տվյալներ, թե ինչքանով են կարողանում բացահայտում իրականից ցես էլի, ինչքանով է հաջողված բացահայտել այս հանցագործությունը։ Այնտեղ դուք նշեցիք, որ ոչ իրացման նպատակով վարչական դուժ է սահմանվում, այսինքն շրջանառումը ինքն է օգտագործում, այսպես ասած, 2 միլիոնի չափով։ Այս դեպքում արդյոք մյուս դեպքերում վստահ կարող ենք ասել, որ զուտ պատժամիջոցներ սահմանվում են զուտ իրացման նպատակով կամ շահույթ հետապնդելու միջոցով եւ այդ մասով ասացիք արդարադատը նշել է, որ պատժամիջոցները բարձր են, կոնկրետ որ դեպքի համար է նշել, որ բարձր են, ձեր սահմանած էլի, իսկ ինչ առաջարկում օրինակ ցմահի դեպքում ինչքանով փոխել։ Խնդրեմ, արձագանք։ Բացահայտելության առումով օրինակ կարող եմ նշել 2025 թվականին հարուցված քրեական գործերը եւ դատարան ուղարկվածները 4172 գործ է հարուցվել, որոնցից 1000-ն է ուղարկվել դատարան։ Այսինքն ամեն 4 գործից մեկն է, որ գնացել է դատարան ու դատարանում էլ բարձ չի թե այս 1000 գործից քանիսն է իրականում կարճվել կամ քանիսն է արդարացվել կամ այլ հիմքով չի դատապարտվել այս հանցանքը կատարած անձը ամեն 4 գործից մեկն է մի խոսքով որ գնացել է դատարան 2025 թվականի թվերով նույնը նաև 24-ի մեր վերլուծությունն է ցույց տալիս ինչ վերաբերվում է արդարադատության նախարարության առաջարկությանը իրենք առաջարկում են բաժաչափերը չփոխել այսինքն ասում են որ 6-ից 12-ը առաջարկում են պահպանել ես պատրաստ եմ քննարկել որպեսզի 6-ից 12-ի ու իմ առաջարկած 12-ից 20-ի կամ ցմահի միջև գանք միջանկյալ լուծման եւ ընտրենք այնպիսի տարբերակ, որը ամենաարդյունավետը կլինի։ Այսինքն այս հանցագործություն կատարած անձինք կամ այն մարդիկ, ովքեր ուզում են նոր մտնեն այս հանցագործության շղթայի մեջ, հստակ իմանան, որ ներում չի լինելու ու լինելու է շատ խիստ պատիժներ, այսինքն համադրելի իր վտանգավորությանը։ Եթե հանցագործությունը բերում է մահվան կամ տասնյակ մահերի, մենք պետք է իրան սպանությանը հավասարեցնող պատիժ սահմանենք։ Ինչու է նաև կախված շատ սուր այս հարցը, որովհետև նաև օրինակ ներքին գործերի նախարարի զեկույցում ասվում էր, որ այս հանցագործության մեջ ներգրավված անձինք շատ հաճախ պայմանական կամ վարչական հսկողությամբ կամ գրավով ազատ են արձակվում ու շարունակում են այս նույն հանցագործությունը անել։ Նաև եղել են դեպքեր, երբ նշեց նախարարը, երբ տնային կալանքի մեջ մարդը շարունակել է այս հանցագործությունը անել, այսինքն եղել է տնային կալանքում եղած ժամանակ էլի զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, իրացումով։ Այսինքն այս պատիժները սահմանված, նաև դատարանը տեսնում է, որ օրինակ միջը սահմանված, կիրառումը պայմանական կամ պայմանականորեն չի կիրառում կամ վարչական հսկողությունը բացատրում ու այդ հանցագործության մեջ ներգրաված անձը էլի շարունակում է իր հանցավոր գործունեությունը։ Իսկ երբ որ պատիժը կլինի խիստ, նաև դատարանները այլ պատիժներ կկիրառեն եւ նաև այլ խափանման միջոցներ կկիրառեն, որպեսզի այս անձինք իրենց հանցավոր գործունեությունը չշարունակեն, որովհետեւ այս անձանց շրջանակը հիմնականում իրավապահների համար հայտնի շրջանակ է։ Ու այս մարդկանց իրավապահ համակարգը գիտեն։ Ու նաև օպերատիվ աշխատանքում ներգրաված անձինք շատ հաճախ ասում են, որ իրացման դեպքում մարդկանց հայտնաբերում ենք, տանում ենք բաժին, ծավալը զգալի է լինում, իրանք ավելի շուտ են դուրս գալի ոստիկանության բաժնից, քան մենք, այսինքն իրանք շուտ բաց են թողում, այդ օպեր աշխատողները նստած թղթաբանությունով լրացնում են, թե դեպքը ոնց է տեղի ունեցել կամ ոնց են ներգրավել, այսինքն լուրջ խնդիր ունենք ստե, նաև սրանով իրավապահ համակարգի շահագրգռվածությունը ու իրանց աշխատանքի արդյունավետությունն է ընկնում, դրա պատճառով նաև իրենք ավելի պակաս ոգևորությամբ են այս աշխատանքի մեջ ներգրավում, քանի որ ասում են նույն մարդուն մի քանի անգամ բռնում ենք ու ինքը ազատ է արձակվում, անգամ ոստիկանությունից, այդ չեմ ասում, որ դատարանում գործերը միջավայր չեն գնում կամ մեր ուզած արագությամբ կամ մեր ուզած խափան միջոցները չի կիրառվում, փաստացի դառնում է իրանց կատարած աշխատանքը ոչ արդյունավետ։ Էսա։ Արձագանք ունեք Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Ես հենց այդ գործիքակազմի բացահայտման գործիքակազմի վրա եմ ուզում շեշտադրել, բայց հարցս մի քիչ էլ այլ է, եթե մարդը շրջանառում է ապօրինի եւ իրացնում է, ես կարծում եմ
Այն մարդիկ, ովքեր այս հանցագործության մեջ ներգրաված են, այս կամ այն կերպ կախվածություն ունեն նաև թմրամիջոցների տեսակներից, անհնար կախվածություն չունենան։ Արդյոք մենակ պատժամիջոց ավելացնելով մենք օգնում ենք այս մարդկանց դուրս գալ այս շրջապտույտից, եւ արդյոք այս մարդիկ նաև լրացուցիչ որևէ բան, ինչ-որ բուժման կամ այդ կախվածությունից ազատվելու կարիք չունեն, որպեսզի կարողանանք, եթե այսպես ասած, նաև լրացուցիչ ինչ-որ պրոցես էլ տանենք, որպեսզի լրիվ դուրս գա, օրինակ անչափահասը գուցե չհասկանալով ներգրավի եւ նաեւ ինչ-որ մի ժամանակաշրջանում նաեւ կախվածության մեջ լինի, նաեւ գումարի տեսքով, երբ որ սկսի ինչ-որ շահ հետապնդել, նաեւ թմրանյութերից ու դա հիվանդություն է երևի, դարի հիվանդություններից մեկն է, որի դեմ կարելի է պայքարել նաեւ ուղղորդելով որևէ բուժման միջոցով այս կախվածությունից ազատվել, այսինքն մենակ լրիվ սահմանափակել ազատությունը պատժամիջոցներ ավելացնելով արդյոք մենք այս հարցը լուծում ենք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, մենք այսօր ունենք կախվածությունների կենտրոն, որը որ զբաղվում է եւ հավաքագրում է եւ փորձում է բուժել այն անձանց, ովքեր որ դիմում են եւ ասում են, որ իրենք կախվածություն ունեն թմրամիջոցներից։ Այդ մարդիկ ստանում են մեթադոնային բուժում, մեթադոնը ինքը թմրամիջոցի տեսակ է, որը տրամադրվում է այն անձանց, ովքեր ունեն կախվածություն, որպեսզի իրենք չգնան շուկայից այլ թմրամիջոցներ ձեռք բերեն, որոնք կյանքի համար ավելի վտանգավոր են, քան մեթադոնը, իրենք գնում են ամեն օր կամ շաբաթվա մեջ մի քանի օր սրվակով ստանում են այդ թմրամիջոցը, ընդունում են թմրամիջոցը օրինական մեթադոնը, որպեսզի իրենց քաղցը հագեցնեն թմրամիջոցի եւ չդիմեն այլ հանցագործությունների, այսինքն չգնան եւ չփորձեն ապօրինի ձեռք բերել։ Կախվածությունների կենտրոնում հարյուրավոր անձինք կան գրանցված, ովքեր օգտվում են եւ մեթադոնային բուժումը ստանում են։ Թե ինչքանով է դա արդյունավետ, ես չեմ կարող ասել, բայց այստեղ մի քանի այլ հարցեր կան, օրինակ իրավապահները բարձրաձայնում են, որ մեթադոնային բուժման մեջ գտնվող անձինք հաճախ իրացնում են իրենց մոտ գտնվող մեթադոնը եւ շուկայից ավելի էժանով, ավելի վտանգավոր թմրանյութեր են ձեռք բերում։ Այսինքն այս խնդիրն էլ կա, ես առաջարկով դիմել էի, որպեսզի սահմանվի կարգ, որ մեթադոնային բուժում ստացող անձինք տեղում ընդունեն մեթադոնը եւ նոր դուրս գան, այլ ոչ թե 7 օրվա սրվակ կամ 10 օրվա սրվակ իրենց հետ վերցնեն ու կարողանան դա շուկայում իրացնեն ու ձեռք բերեն ավելի վտանգավոր սինթետիկ թմրամիջոցներ, վտանգելով իրենց առանձայտել վտանգված կյանքը։ Իսկ ինչ վերաբերվում է պատժաչափերի խստացման, սա կանխարգելման համար է առաջնային, որպեսզի նոր մարդիկ չներգրավեն այս շղթայի մեջ, որովհետև թմրամիջոցների տեսակներ կան, որ մեկ անգամյա օգտագործումը լուրջ կախվածություն է առաջացնում։ Այսինքն անգամ մեկ անգամ օգտագործելու դեպքում անձը դառնում է թմրամոլ ու ունենում է կախվածություն։ Իր օրգանիզմը սկսում է պահանջ ունենալ ու չօգտագործելու դեպքում ունենում է ցավեր, ունենում է հոգեկան տառապանք ու արդեն ինքը դառնում է թմրամոլ անգամ մեկ անգամ օգտագործելու համար։ Նաև թմրամիջոցների հակելը ես առաջարկում եմ խստացնել, դա այն դեպքերն են, երբ անձանց հյուրասիրում են կամ ներգրավում են այս շղթայի մեջ, այսինքն սրանով նույնպես եւ պատիժը լինի խիստ, գործնականում այն կիրառվի, ունենանք տասնյակ դեպքեր, երբ մարդիկ իրականում կդատապարտվեն, սա կարող է լուրջ արտակ լինել, որպեսզի հանցագործության թիվը նվազի։